Երկրի վրա քայլող քաջ առյուծները և երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Արագած Վասիլի Աբրահամյան։ Ապրիլյան պատերազմի կենդանի լեգենդ։ Ծնվել է 1996 թվականի հունիսի 22-ին Լոռու մարզի Դարբաս գյուղում։ Եղել է համեստ երեխա, հաճախել է իրենց գյուղի միջնակարգ դպրոցը։ Եղել է հարվածային, վերջին 4 տարիներին գերազանցիկ։ 2003 թվականից զբաղվել է շոտոկան կարատե սպորտաձևով։ 12 տարի զբաղվելով ունեցել է բազում հաջողություններ։ Նշեմ ամենանշանավորները։ 2007 թվական դարձել է Սև ծովի գավաթակիր, 2009 թվական Եվրոպայի չեմպիոն, իսկ 2011-12 թվականներին Ասիայի չեմպիոն։ Այսօր ունի Սև գոտի։ Անգամ այսքանն է բավարար, որ որպես մեծն չեմպիոնի հպարտանանք մեր Արագածով։ Այո, հպարտության արժանի երիտասարդ, որ անունն էլ ոչ այլ ինչ է, քան մեր հայոց հզոր լեռան անունը՝ Արագած։ Ամեն ինչով հպարտության արժանի հայի զավակ։ Դպրոցն ավարտելուց հետո մեր չեմպիոնն ընդունվել է Վանաձորի պետհամալսարանի կառավարում բաժինը, բայց մեկ տարի անց 2014 թվականի ամռանը զորակոչվել է բանակ։ Սկզբում հոկտեմբերյան, իսկ 6 ամիս անց Արցախ, Ֆիզուլի, ծառայելով առանձին զորատանկային գումարտակում, որպես տանկի հրամանատար։ Ծառայել է պատվով, մեծ նվիրումով և որպես գումարտակի լավագույն հրամանատար երկրի նախագահի կողմից արժանացել է պարգևատրման, ձեռքի ժամացույցի։ Արդեն հետևում էր թողել ծառայության 21 ամիս, կոչումով սերժանտ էր և ընդամենը 3 ամիս էր մնացել, որ զորացրվեր, երբ 2016 թվականի ապրիլի 1-ի գիշեր լույս 2-ի առավոտ թուրք գազանը որոշեց իր վայրագ գործողություններով հայի դեմ դուրս գալ, որն էլ հետո պիտի որակվեր որպես ապրիլյան պատերազմ։ Նրանց վաշտը վերակարգում էր, Արագածն էլ հերթապահ, հսկիչ անցագրային կետում։ Նրա հետի օրապահներից էր նաև տանկիստ Տիգրան Աբգարյանը։ Եվ միանգամից սկսվել է թուրք գազանի սադրիչ գործողությունները։ Սկզբում անակնկալի են եկել ու չեն պատկերացրել ինչ է կատարվում, քանի որ նախապես անընդհատ կրակոցներ են եղել։ Նրանց զորամասը ռմբակոծության տակ է եղել։ Եվ նրանք տագնապով բարձացել են առաջնագից ու կարողացել են կասեցնել հակառակորդի առաջխաղացումը։ Կատարել են մոտավորապես 40 կիլոմետր երթ դեպի Ջեբրայիլ։ Երբ տեղ են հասել, որոշ դիրքեր արդեն գրաված են եղել հակառակորդի կողմից։ Երեկոյան ժամը 17-ից 19-ի շրջանում հասել են մարտական գործողությունների վայր ու հենց Ջեբրայիլում մարդ մղելով հետ են բերել գրաված դիրքերը։ Այդ ժամանակ մենք ընդհանրապես զոհ չունեցանք, իսկ հակառակորդը չափից շատ զոհեր տվեց։ Համեստ շփիթով հիշում է մեր չեմպիոնը։ Ապրիլի 2-ին նա իր T-72 տանկով և իր անձնակազմով ոչնչացրել է հակառակորդի T-90 տանկը։ Անվախ քաջս։ Չեմպիոնը կերպարանափոխվեց հերոսի։ Փառք քո սխրանքին, հերոս ջան։ Այդ մասին պատմում է նա անձամբ։ Այդ տանկը խոցելը մի փոքր բարդ էր, շատ ճշգրիտ հաշվարկ էր պետք կատարել, ասում է նա։ Ապա համեստ շփտում։ Մի փոքր էլ բախտի բան էր, որ կարողացանք խոցել այն։ Մարտը շարունակվել է նաև հաջորդ օրը։ Առավոտից մեր զինվորները նորից սկսել են պաշտպանողական գործողություններ։ Սակայն կեսօրին մոտ նրանց կողքի տանկի անձնակազմը զոհվել է։ Հրամանատար Բենյամին Եղոյանը, ում նաև Մոնթե էին ասում, նշանառու օպերատոր Վլադիմիր Ալիխանյանը և տանկի վարորդ Տիգրան Աբգարյանը։ Մեր քաջը համեստորեն իրեն հերոս չի համարում։ Իմ արածը հերոսություն չէ։ Յուրաքանչյուրի պարտքն է իր երկիրը պաշտպանելը, հատկապես երբ նա ծառայության մեջ է։ Այդ 2 տարին մենք ծառայում ենք, որ եթե պետք լինի, կարողանանք պաշտպանել մեր երկիրը, մեր հողն ու ջուրը։ Հիմա կարող է ես էլ շատերի նման ողջ չլինել։ Ողջ եմ զուտ պատահականության բերումով։ 321 համարի լեգենդար տանկը խոցվեց, իմ հետևի տանկը ևս խփվեց, ես պարզապես հասցրեցի առաջ գնալ ու ինձ բան չեղավ։ Հուզմունքից փոխված ձայնով հազիվ ասաց Արագած լեռան նման մեր հսկան, որ հոգու ցավից կուչ էր եկել սեփական պատյանում։ Ապա կոկորդը մաքրեց, որ հուզմունք անցնի և խրոխտ ձայնով շարունակեց. Այդ ընթացքում ամեն ինչին պետք է նայես այնպես, ինչպես կա, չպիտի ընկճվես։ Պետք չէ խուճապի մատնվել։ Պիտի ավելի իրատես լինել ու մտածել, որ դիմացինդ քեզնից վախենում է, փախչում է և ավելի խելացի գործել։ Ու այդ ժամանակ ավելի քիչ է հավանական, որ թշնամին կխոցի քեզ, ամենակարևորն այն է, որ կարողանաս հոգեբանորեն պատրաստ լինել այդ իրավիճակին։ Երբ իմանում ես պատերազմ է սկսվել, չես կարողանում ոչ մի բանի մասին մտածել։ Նույնն էլ ինձ հետ էր։ Թվում էր երազ է և շուտով կարթնանամ։ Միայն մտածում էի, ինչով է ավարտվելու այդ ամենը։ Արդյոք իրականություն է սա։ Պատերազմից հետո ամեն ինչ փոխվել է։ Ավելի լավ եմ գնահատում ունեցածս։ Ուզում եմ այնպիսի բան անել, որ մնայուն լինի։ Պատերազմում ողջ մնացի, քանի որ իմ բախտը ինձ հետ էր։
եւ երևի դեռ ինչ-որ անելիքներ ունեմ։ Դեռ կյանքը ցույց կտա, թե ինչ առաքելություն ունեմ։ Մնացածը կստացվի ու կծավալվի կյանքի ընթացքում։ Եվ այսպես, մեր հերոսը պատերազմում վաստակելով հերոսի տիտղոս ու Արցախի արիության մեդալ, հաղթանակն ու սերին առած հպարտորեն դարձավ տուն։ Դե ցնծա դարբաս գյուղ, քանզի գողտրիկ ծոցումդ մեծացած զավակդ հերոս է։ Երջանկացիր Աբրահամյան ընտանիք, քանզի որդիդ ամբողջ ազգի համար պարծանք է դարձել։ Ահա, այսպիսին է մեր կենթանի լեգենդ, բազում չեմպիոնատների դափնին իր ուսերին վերցրած եւ հերոսի տիտղոսով Արագած լեռան նման ուժեղ ու անկոտրում Արագած Աբրահամյանը, ում առաջ սիրով խոնարհվում եմ եւ պատվի առնում։ Պատիվ ունեմ։